երբ առաջին անգամ այդ ծանրաձողի մոտ կանգնեցիր, հա, գիտեմ, որ 8 տարեկանից ես սկսել պարապել, ինչպիսին էր զգացողությունը եւ արդյոք կար պատկերացումներ, որ հասնելու ես Եվրոպա ու մի քանի անգամ դառնալու չեմպիոն։ Մտանք դահլիճ, առաջին մուտքի մոտ ինձ դիմավորեց Երջանկա հիշադակ մեր վաստակավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, մարզվել եմ անվանից անորոշների կին, Տիգրան Մարտիրոսյանի, Արա Խաչատրյանի, նրանց ներդրումն էլ է մեր հաջողություններում շատ մեծ եղել։ Հաղթանակներից մեկի ժամանակ մի ժեստ էր աչքի ընկել եւ ամբողջ մամուլը նաեւ միջազգայինը համեմատում էր անվանից անորոշ Յուրի Վարդանյանի հետ, նաեւ գիտենք, որ ազգակցական կապ ունեք։ Էմոցիաներն էին, որ տարան այդ քայլը անելու։ Էմոցիոնալ սպորտսմեն եմ եղել։ Մրցույթից առաջ եւ պարտվելուց հետո ինչպես ես իրավիճակը հաղթահարում ինքդ։ Ամեն առաջնությունից առաջ տարել է դեպի հաղթանակ կամ դեպի առաջնություն իմ մոտիվացիան, իմ նպատակները։ Ես աշխատել եմ միշտ բարձր նպատակներ տնել իմ առջև, թեկուզ եւ անհնարին է թվացել կողքից բոլորին։ Հայ մարզիկ լինելը դժվարություն է, թե պատասխանատվություն։ Արհեստական խնդիրներ ստեղծվեց մեր հավաքականի, մեր սերնդի համար, փաստողեցինք կարևորագույն աշխարհի առաջնություն, որտեղ կարող էինք շատ լավ հանդես գալ։ Ինչպես կայացրեցիր սպորտային ուղիդ ավարտելու որոշումը։ Վերջին պատասխանատու մրցաշարն էր, այնտեղ ստացա շատ լուրջ վնասվածք։ Մարզիկները Հայաստանում բավարար կերպով ուշադրության կենտրոնում են։ Այսօր մարզիկները պետության եւ կառավարության ուշադրության կենտրոնում են։ Ինչպիսին էր որոշումը մարզիկից դառնալ պաշտոնյա։ Ֆեդերացիայի նախագահի պարոն Հարությունյանի կողմից ստացա առաջարկ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում, համաձայնեցի, որ մնամ հարազատ թիմում, որտեղից եւ սկսվել էր մեր հաջողությունները։ Ինչ խնդիրներ ունի հայկական ծանրամարտը կամ ուներ մինչ այս։ Չեմ սիրում շեշտել, որ եղել են խնդիրներ, հիմա չկան, յուրաքանչյուր ժամանակ կան խնդիրներ, բայց կան լուծումներ։ Ցանկացած սպորտաձևում մեծ կարևորություն ունի ֆինանսական ներդրումը, թե որքանով է ընտանիքը ֆինանսապես կայուն։ Փորձը ցույց է տվել, որ ապահովված ընտանիքից ոչ մի մարզիկ դուրս չի եկել։